Նինոցմինդայի կոմունալ ծառայությունը ձեռք է բերել դեկորատիվ թփեր եւ ծառեր, հանգստի գոտիներում կանաչապատ տարածքների բարելավման նպատակով։ Նախորդ տարիներին եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես սաստիկ սառնամանիքները հանգեցրել էին որոշ ծառերի եւ թփերի չորացմանը։ Ստեղծված իրավիճակից ելնելով Նինոցմինդայի տեղական բյուջեից հատկացվել է 5000 լարի, որի շրջանակում ձեռք են բերվել նոր ծառեր եւ թփեր, չորացած բույսերը փոխարինելու համար։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել քաղաքի կանաչ գոտիները, ստեղծելով ավելի հաճելի պայմաններ բնակիչների համար։ Մեզ ֆինանսը ստանում ենք, ինչպես գիտեք, մերիայից, մեզ մերիայի մունիցիպալիտետը մերիան է մեզ ֆինանսավորում։ Այս աշխատանքները նախորոք նախատեսած ֆինանսներ են կանաչապատման աշխատանքների համար, ծառներ, կուստեր ստեղծելու համար քաղաքի կենտրոնական տեղերը, Աստանում մեր Հայոց Քարտլոս այգին, մեր կենտրոնական այգին, այդ չորացածները փոխենք, նորերը գտենք, մերիայի դիմաց, մեր պոլիցիայի շենքի դիմաց, կենտրոնական փողոցները։ Այս տարի այս կենտրոնական փողոցի գազոնները կվերամաշակվի, վերանորոգվի, թազակուստեր, ջրային աշխատանքներ են գնում, փորենք էլ բաները, տրասան։ Երևի մյուս տարի ցենտրալի տրասին վրա աշխատանքները կատարենք թազակուստեր, բայց այս տարի նախատեսած է 5000 լարի դիմաց ձեռք ենք բերել Թիլվիզից այս ծառները, կուստերը, ու նշեմ, որ ամենակարևորը մարազաստոյքի ենք մենք ձեռք բերել, քանի որ գիտեք մեր մոտ խիստ եղանակներ են, որովհետեւ այս ծառները բեռնեն նորմալ գեղեցկացնեն քաղաքը։ Դուք լավ գիտեք, մեր կանաչապատման աշխատակիցները, բոլոր աշխատակիցները մաքսիմալ կատարում են իրենց պարտականությունները։